ով է հանդես գալիս բարեփոխման դիրքերից։ Սա շատ կարևոր հարց է, այսինքն ով է այն բարի հովիվը, որը ուզում է բարեփոխել եկեղեցին։ Հիմա եթե օրինակ Ալիևը հանդես գա այն նախաձեռնությամբ, որ Հայաստանի բանակը մարտունակ չէ եւ փորձի բարեփոխել մեր բանակը, արդյոք մենք հավատալու ենք Ալիևի այդ հայտարարություններին եւ առաջարկներին։ Պարզ է, որ չենք հավատալու։ Հիմա Նիկոլ Փաշինյանը, որը ուզում է եկեղեցին բարեփոխել, ինչ որակներ ունի։ Արդյոք նա հենց այդ անձն է։ Երբ որ նայում ենք իր կենսագրությանը, հասկանում ենք, որ այս անձը մկրտվել է 2007 թվականին 32 տարեկան հասակում։ Իր ամուսնությունը եկեղեցական կարգով չի կատարել։ Իր ամուսնությունը նույնիսկ պետական գրանցման չի ենթարկել, ժողովրդական լեզվով ասած ԶԱԳՍ-ով։ Եվ իր, այսպես ասած, պատարակներին մասնակցության այդ նախանձախնդրությունը երբեք ցույց չի տվել մինչև բարեփոխիչ դառնալը։ Հիմա այս անձը արդյոք իրոք այն բարի հովիվն է, որ ուզում է եկեղեցին բարեփոխել, թե նա այն անձն է, որ ուզում է այդ պատրվակով այդ դռնով ներս մտնել եւ քանդել եկեղեցին։